Վարչական դատարանների էլ ավելի ծանրաբեռնում դերի իջեցում, մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը վարչական ակտով նախատեսված տուգանքները վճարելու պարտադրանք։ Այսպիսի մտահոգություններով իրավաբանական հանրույթի ու պետական մարմինների ներկայացուցիչները Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկում են վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը։ Քննարկման կազմակերպման անհրաժեշտությունը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ մենք տեսանք, որ նախագծի շուրջ տեղեկատվական դաշտում առկա էր մեծ ուշադրություն, շատ դեպքերում ինչ որ կերպ ուղղորդված էր ներկայացնելու ոչ ճիշտ կողմից կարելի ասել։ Այսպիսի քննարկում կազմակերպելու առաջարկը Արդարադատության նախարարինն էր։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը, մեր յուրաքանչյուր, այդ թվում այս նախաձեռնության վերաբերյալ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, նաև փաստաբանների պալատի, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներ եւ նախագծով հետաքրքրված անձինք։ Հարց պատասխան ձևաչափով նախագծի դրական ու բացասական կողմերն են համադրում։ Երբ որ ինձ հարցրել են ինչ է իրենից ներկայացնում նոր նախագիծը, մշտապես ասել եմ, սա ոչ այլ ինչ է, քան վարչական արդարադատության կտրուկ սահմանափակում։ Այստեղ ձեր եւ պարոն Ղարիբյանի ելույթներից հետո կարող եմ ասել, որ նաեւ առհասարակ վարչական դատարանի դերի նվազեցումը սա։ Հիմա վարչական ակտերի կասեցման առումով, օրինակ իմ պատկերացման վարչական դատարանի դերը ավելի է նվազ, որովհետեւ օրենքով է գրված, երբ է վարչական ակտը կասեցվում եւ չի կասեցվում։ Թվարկում է գործունեության դադարեցումը կամ կասեցումը, թվարկում է ինքնական շինությունները, բայց հենց այսօր 83-րդ հոդվածը վարչական դատարանության այդ գործերի համար սահմանել է հայցի ապահովման ինստիտուտ, այսինքն իրենք ավտոմատ չեն կասեցվում։ Այո, դա կա եւ դա շատ լավ օրինակ է, հենց այդ օրինակը դրա համար վերեցի եւ համանման օրինակներ կարող են շատ լինել։ Հիմա եթե թողենք էլ ավելի հարաբերությունների զարգանան, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր հարգարժան գործընկերները հանդես են գալու նման նախաձեռնություններով, փորձելով իրենց ոլորտները բերել եւ մտցնել բացառությունների մեջ, ինչպես օրինակ ինքնական շինությունը կամ օրինակ ընդերքօգտագործման ոլորտը։ Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը կարծում է, այս օրենքում փոփոխություն անելու անհրաժեշտություն առհասարակ չկար։ Մենք պետք է օրենսդրության մեջ ավելի փորձենք թեթևացնենք դատարաններին ծանրաբեռնվածությունից առկա։ Մենք հիմա այս երկրորդ անգամ արդեն փոփոխություն ենք մտցնում օրենքի մեջ, ել ավելի ենք ծանրաբեռնելու, որովհետև դա պայմանավորված է լինելու միջնորդություններ ներկայացնելով, դատարանի կողմից համապատասխան որոշումներ կայացնելուց հետո դրանք կողմերից որևէ մեկի կողմից բողոքարկելու։ Դատարանների ծանրաբեռնվածության հնարավոր ավելացումը նախարարությունը կարևոր դիտարկում է համարում։ Այս առումով կմտածենք, նախագծում այնպիսի կարգավորումներ կնախատեսենք, որ ավելի հեշտ լինի այս մեխանիզմի կիրառումը եւ դատարանների վրա շատ բերդ չլինի, բայց իհարկե մենք մի կողմից մտածում ենք դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն էլ կարող ուղղված լինել, որովհետեւ անձինք այս դատական բողոքարկումը շատ դեպքերում օգտագործում են չարաշահման նպատակով, այսինքն իրենք ռեալ գիտեն, որ խախտում է տեղի ունեցել եւ ի վերջո այդ ակտը մնալու է ուժի մեջ, բայց բողոքարկում են օրինակ ժամանակ շահելու համար։ Սակայն նախագծի հետ կապված ամենաշատ քննարկվող հարցը այն է, թե իբր այս նախագծով անձը, որը վիճարկում է տուգանքի մասին որոշումը, այն վճարի մինչև դրա դատական կարգով բողոքարկումը, փոխնախարարը վստահեցնում է։ Այս նախագիծը որևէ կապ չունի այդ մտահոգությունների հետ, դա տուգանքներին չի վերաբերում, որովհետև տուգանքների հետ կապված հարցերը հիմա էլ կարգավորված են։ Մանրամասնում ներկայում արդեն իսկ օրենքն ասում է, հարկադիր կատարումը հնարավոր է միայն բողոքարկելի վարչական ակտերի հիման վրա, իսկ այս նախագիծը ուղղված է ոչ դրամական բնույթի վարչական ակտերին։ Օրինակ պատկերացնենք ինչ որ բանկի, կենտրոնական բանկը, որևէ բանկի լիցենզիան կասեցրել է կամ դադարեցրել է, կամ օրինակ ինչ որ հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցրել վարչական մարմինը, երբ որ տնտեսվարողները անձինք այս վարչական ակտերը բողոքարկում են դատարան, դրանք ինքնաբերաբար կասեցվում են։ Այդ օբյեկտը շարունակում է աշխատել, մինչդեռ այն կարող է հանրային լուրջ հետևանքներ ունենալ։ Այս նախագծով նախատեսում են տնտեսվարողը տվյալ ակտը դատարանում բողոքարկելիս կկարողանա շարունակել աշխատել, եթե հիմնավոր պատճառներ ու ապացույցներ ներկայացնի դատարան եւ լինի դատարանի համապատասխան որոշում։ Նախարարությունից նշում են, քննարկման ընթացքում նաև կարևոր առաջարկություններ են հնչել, հաշվի կառնեն նախագծի դրական եւ բացասական կողմերը, այն հետագայում լրամշակելու եւ անհրաժեշտության դեպքում կրկին քննարկելու համար։ Իրինա Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։